Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր նոյեմբերի 4 Եվ նա ասեց. այսպես է ասում Տերը, այս հեղեղատը փոս արեք, որովհետև Տերն այսպես է ասում. քամի չեք տեսնի և անձրև չեք տեսնի, բայց այս հեղեղատը ջրով կլցվի և կխմեք դուք և ձեր հոտերը և ձեր անասունները։ 4 Թագավորաց 3 գլուխ 16-17 խոսքեր։ 3 բանակներ կործանվում էին ծարավից և Տերը միջամտեց։ Չնայած նա ոչ ամպեր ուղարկեց, ոչ էլ անձրև, նա նրանց առատ ջուր ապահովեց։ Նա կախված չէ սովորական մեթոդներից, այլ կարող է զարմացնել իր ժողովրդին իմաստության և զորության նոր դրսևորումներով։ Այսպիսով մենք հնարավորություն ենք ունենում տեսնել Աստծուն ավելին, քան սովորական գործընթացները կարող են մեզ բացահայտել։ Չնայած Տերը կարող է չհայտնել մեզ իրեն այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, ցանկանում կամ ենթադրում, բայց միևնույն է, նա նոր ուղիներով հոգում է մեր մասին։ Մեզ համար մեծ օրհնություն է բարձրանալ երկրորդական պատճառների որոնումներից վեր և առերեսվել մեծ և առաջին պատճառին։ Արդյոք մենք այսօր բավականաչափ շնորհք ունենք փորելու փոսեր, որոնց մեջ կարող է հոսել աստվածային օրհնությունը։ Ավաղ, շատ հաճախ մենք չենք կարողանում դրսևորել ճշմարիտ և գործնական հավատքը։ Ուրեմն եկեք պատրաստ լինենք այսօրվա աղոթքների պատասխաններին։ Ինչպես երեխան, որը գնաց աղոթքաժողովի անձրևի համար և իր հետ անձրևանոց վերցրեց, այնպես էլ եկեք անկեղծորեն և գործնականում պատրաստ լինենք Տիրոջ օրհնությունը ընդունելու։ Եկեք հեղեղատը փոս անենք և սպասենք, որ դրանք բոլորը կլցվեն։